Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններից հետո 15 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը քննչական կոմիտեի հաղորդմամբ 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքն ու բացակայելու արգելքը, մեկի նկատմամբ վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը։ Նշենք, որ Գյումրիի համայնքապետարանում խուզարկություններից հետո քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել, ապա 2 ամսով կալանավորվել է։ Մի խումբ անձինք նյութապես շահագրգռել են այլ անձանց մասնակցել Երևանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած հանրահավաքին։ Աջակցություն կալանավորված հոգևորականների եւ գործարար Սամվել Կարապետյանի հայտնում է քննչական կոմիտեն։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Մեր ձևով շարժումն ավելի վաղ հերքել էր իշխանական լրատվամիջոցներում հայտնված ձայնագրությունը հանրահավաքին մարդկանց հավաքագրելու մասին։ Հովանավանքում այսօր լարված իրավիճակ է եղել Մայրաթորի կողմից կարգալույծ արված Տեր Արամ Քահանան, ավազանի անունը Ստեփան Ասատրյան, փորձել է պսակադրության կարգ անցկացնել։ Մյուս հոգևորականները նրան բացատրել են, որ կարգալույծ արված անձը չի կարող որևէ եկեղեցական ծես կատարել։ Ստեփան Ասատրյանը սկսել է բղավել։ Ամենայն Հայոց կաթողիկոսը կարգալույծ է, նա չի կարող ամուսնական կյանքով ապրել։ Փեսայի հայրը հայտարարել է, որ չի ցանկանում, որ պսակադրության ծեսն անցկացնի Ստեփան Ասատրյանը, ի վերջո այն շարունակել է Տեր Սարգիս Քահանա Սարգսյանը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամեն շաբաթյա ճեպազրույցում անդրադառնալով միգրացիոն փոփոխությունների արդյունքում բեռնատարների հայ վարորդների համար առաջացած խնդիրներին նշել է, որ այդ հարցը ռուսական պրոֆիլային գերատեսչությունների տիրույթում է։ Նա հավելել է, քայլեր են կատարվում խնդրի լուծման ուղղությամբ, սակայն հստակ ժամկետ չի կարող նշել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախորդին հայտնել էր, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին եւ առաջարկել, որ ռուսական ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրվա սահմանափակումը փոխարինվի 180 օրով եւ կա դրական արձագանք։ Երևանի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել փրկարար ծառայության հաղորդմամբ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, կարճ ժամանակ անց եւս 4-ը։ Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է շուրջ 1000 քառակուսի մետր պահեստային տարածքում։ Կրամատորսկ քաղաքին հասցված ռուսական հարվածի հետևանքով ուկրաինացի 2 լրագրողներ են զոհվել։ Լանցետ տեսակի ռուսական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհվել են Freedom հեռուստաընկերության լրագրող Ալյոնա Գուբանովա-Գրամովան եւ օպերատոր Եվգենի Կարմազինը։ Նույն հեռուստաընկերության հատուկ թղթակից Ալեքսանդր Կորիչևը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Հարվածի պահին լրագրողները Կրամատորսկի բենզալեցակայաններից մեկում են եղել մեքենայի մեջ։ Կիևում գործող զանգվածային լրատվության ինստիտուտի տվյալներով Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր 114 ուկրաինացի լրագրող զոհվել։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռուսական 2 խոշոր նավթային ընկերությունների Ռոսնեֆթի եւ Լուկոյլի նկատմամբ։ Դրանք սահմանվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու խաղաղության գործընթացին լուրջ հանձնառության բացակայության պատճառով։ Պատժամիջոցները վերաբերում են նաեւ Ռոսնեֆթի 34 դուստր ձեռնարկություններին։ Այս տեղեկությունից հետո հնդկական ընկերությունները սկսել են վերանայել Ռուսաստանից նավթի մատակարարման պայմանագրերը, բացառելու Ռոսնեֆթից եւ Լուկոյլից գնումները։